Այսօրվա մեր ասուլիսի նպատակը նա է, որ մենք ներկայացնենք ձեզ վերջի 5 ամսվա Գանձասար-Կապան ակումբում կատարված աշխատանքները և ներկայացնենք մեր 6 մարզիկներին։ Ասեմ, որ մենք ակնկալում ենք նոր մարզաշրջանում զբաղեցնենք մրցանակային տեղեր։ Թիմը բավականին լավ մարզավիճակում է, պատրաստվել արդեն Շեմին մրցաշրջանին։ Խնդիրն էլ այդպիսին էլ նենց դրած է մարզչական կազմի առջև, որ այս տարի մենք նվաճենք ասեմ մեդալային տեղ։ Մարզումները կատարվում են Սյունիքի մարզում, մասնավորապես Ղափան քաղաքում, Ղափան քաղաքի մարզադաշտում և հարակից տարածքներում։ Մենք այսօր ունենք շուրջ 200 երեխա, ովքեր զբաղվում են, ու Սյունիքում ասեմ ձեզ այդպիսի մի տեսակ վերելք ենք մենք տեսնում ֆուտբոլային առումով։ Երեխաները շատ ոգևորված են և ես հույսով եմ, որ այն դեպքում, երբ Գանձասար-Կապան ակումբը հաջողությունների կասնի այս մրցաշրջանում, այդ ոգևորումը ավելի շատ վերելք կապրի երեխաների մեջ, ինչը շատ կարևոր է մեր համար։ Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբը, ես ինչքան գիտեմ, երբեք չի ունեցել ֆինանսական խնդիրներ, բացի մի փոքր այդ անցողակային ժամանակահատվածում։ Զեկուցեմ ձեզ, որ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը, որտեղի նաև վարչական տնօրեն եմ ես հանդիսանում, ինքը պարզապես կանգնած է ակումբի թիկունքին, այսինքն ցանկացած հարց լուծվում է ժամանակին և շատ սուր ճշգրտությամբ։ Բյուջեն չեմ ասի ես ձեզ իհարկե, բայց բյուջեն ինքը պլանավորած է եկող տարվա բյուջեի մեջ, այսինքն ծախսային հոդվածը բյուջեի մեջ պլանավորած է և ինքը ոչ մի փոփոխման ենթակա չի ի բացառություն դեպի վերև, եթե լինեն չնախատեսված ծախսեր։ Նորեկներին բնական է, որ վերցել ենք ակումբ, լավ տպավորություն են թողել բոլորն էլ։ Դրա եղել են Պորտաշրջան են անցել ուրիշ ֆուտբոլիստներ, բայց այսօր համալրում է Գանձասար-Կապանը այն 6 ֆուտբոլիստներին, որոնք դուք արդեն տեսաք։ Եկեք հիմա դերել։ Ուրեմն մի հատ էլ փոքր անակրալ ունենք մեր նախագահի Վայ Հակոբյանի ծրում նայել, ուզում ենք 44 համարը հասնենք իրեն, կարելի է դες։ Զգանիքն չի իմանամ ասեմ ձեզ։ Քանի որ շատ սպորտային կազմվածք ունի, կարող է խաղերին պետք է մեզ ստարի։